Հունիսի 16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լոռու մարզի Մեծավան գյուղի մի բնակիչ հայտնել է, որ գողացել են իր Opel Machnish ավտոմեքենան։ Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մեքենան շրջված վիճակում Տաշիր քաղաքի վերջնամասում է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի եւ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների, ապա եւ բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը ինքնական բաժին են ներկայացել Մեծավան գյուղի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդներ եւ խոստովանել, որ արարքն իրենք են կատարել։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայն տիրույթում, արագագործ է և ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաև Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց և կազմակերպությունների միջոցով մի ստացեք և մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ և ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն և ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով և ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։
21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։